Պատգամություն և վերնրամություն դրսևորվեց վերականգնել տաշնանակների գեղեցիկ ավանդույթը։ Դա բարի կամքի և մեր նվիրվածության, անցյալն ու ավանդույթները մեծարելու և շարունակելու լուրջ պատասխանատվություն է, որին ձեռնամուխ եղան Արտիքի քաղաքապետ Մխիթար Վարդակյանը, փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանը, Արման կանց կոմիտեի նախագահությունը, պարոն Հարությունյանը համախմբեց համայնքային բոլոր այն կառույցների ղեկավար։ Հարգաժան մարզպետ, սիրելի հյուրեր, սիրելի ներկաներ, ողջունում եմ բոլորիդ, այս գեղեցիկ օրվա կապակցությամբ ինձ թվում է այս բարի ավանդույթը պետք էր վերականգնել, երկար տարիներ արտիքցիները սպասում էին, այս դեռ առաջինը չէ և վերջինը չէ։ Մենք միշտ նման գեղեցիկ տոնակատարություններ անելու ենք, հիմա էլ ուզում եմ խոսքը փոխանցեմ հարգարժան մարզպետին, պարոն մարզպետ, խնդրում եմ։ Սիրելի հայրենակիցներ, մի լավ ավանդույթ կա, չէ, ասում են ամենալավը մոռացված հինն է։ Ես ուրախ եմ, որ այսօր վերականգնվում է մի ավանդույթ, որ տարիներ շարունակ Արտիկ քաղաքը, Արտիկի տարածաշրջանը, Արտիկի շրջանը խորհրդային միության տարիների ընթացքում մշտապես կազմակերպել այս գեղեցիկ միջոցառումը։ Դուք բոլորը տեսնում եք ինչքան գեղեցիկ է։ Ես ուզում եմ, որ այսօր ինչ որ կազմակերպում են, ես չգիտեմ առաջի, երկրորդ, երրորդ տեղեր լինելու են, բայց ես վստահ եմ, որ մենք բոլորս միասին հաղթող ենք դուրս գալու այստեղից։ Կուզենամ, պարոն Վարդակյան, որ սա հետագայում դառնա ընդհանրապես Արտիկի տարածաշրջանի բոլոր համայնքների համար կազմակերպվող միջոցառում եւ ցանկանում մասնակիցներն, ովքեր որ այսօր նաեւ են մեր փոքրիկները, որոնք դիմասնակցեն թե շախմատի, թե չգիտեմ 14 մարզաձևում մենք կունենանք հաղթողներ, նաեւ շնորհավորել դրանց։ Բոլորիս տոնը շնորհավոր լինի, այսօր իրականում գեղեցիկ է եւ մեր բոլորիս հաջողություն մեր բոլոր ապակա նկատառումներով ինչ որ մենք ունենք։ Լավ մնացեք։ Ես նոր երկիրն ես ուղում, հատում դու բգես մատաշողնար ես, շալ ես շալիս ամենուր, ինչպես կարմիր վարդեր, սիրելի կարեր արտիկում։ Մենք կարանք 18 կիլոմետրանոց դիզնի տրասա ունենանք, աշխարհում նմանը գոյություն չունի։ Նայեք տատև ունեցանք մենք ջոբանը։ Մի կիլոմետր 200 մետր երկար էր Եվրոպայից եւ տուրիզմը դուրս կտանում էր։ Ծրագիրը Իրան արտարացրեց։ Հիմի որոշել են անգամ ձմեռային ռեժիմով։ Եթե մենք այստեղ ունենանք Երևի մի 10 միլիոն դոլարի կարգի ոչ կանցած։
Միայն դալգային համարն ապատեսում, ամբողջ տեղան կարելի է այլ տուրիզմի, այլ ոլորտից ապատեսում։ Եթե դահուկային վազ կլինի, Ուրիշ ինչ հանգստի գոտիներ կլինի, հյուրանոցներ կլինի, այստեղ եթե դու գարունը գար, ժամանակի պիոներական ճամբար են ունեցել, շատ լավ, հիմի այն է տեսնում եք, ավերակ բուժակ է, ուզում ենք այդ ամեն ինչը վերականգնենք։ Այսօր հանրապետության վարչապետը առաջնահերթ տուրիզմի շտկալման համար ասում է ծրագրեր ներկայացրել, ինձ թվում է Շիրակի մարզի համար շատ բավականին լավ ծրագիր է։